Լիսիկ պետքարտուղարի տեղակալին հաղորդագրությունից կառավարության նաև հայտնի դարձավ, որ աշխատանքային խմբերը Թրամփի ուղու իրականացման շուրջ աշխատում են, նաև պարզ դարձավ, որ այնտեղ արդեն համակարգողը, ոնց որ խումբը ղեկավարողը ամերիկյան կողմից պետքարտուղարի տեղակալի օգնականն է։ Կխնդրեի հստակեցնեիք հայկական կողմում ով է ղեկավարում աշխատանքային խումբը, որ գերատեսչություններն են ներգրավված կամ որ պաշտոնյաները եւ եթե տոկոսայինով գոնե ասեք ծրագրի հետ կապված ինչ տոկոսն է դեռ մշակվել, կարող եք մի քիչ մանրամասնել։ Դե գիտեք, այդ ծրագիրը այնքան մեծ ծրագիր է, որ տոկոս ասելը շատ դժվար կլինի։ Ծրագիրը մշակվում է, ես չգիտեմ առիթ ունեցել եք ներկա գտնվելու կամ տեսնելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի միջոցառումը, ես այնտեղ ըստ էության ասել եմ, դա մի շաբաթ առաջ էր, չէ՞, ոնց որ նկատի ունեմ, ես մի շաբաթվա ընթացքում տենց նոր բուռն իրադարձություններ տեղի չեր ունեցել եւ ինչ որ կա, ամեն ինչ այդ շրջանակում է եւ աշխատանքային խումբ ասածը ինքը շատ նեղ աշխատանքային խմբի մասին կարող է լինել, որովհետեւ արտաքին գործերի նախարարությունում կա իր պատասխանատուն, բայց դա ավելի լայն համատեքստի հարց է, տրանսպորտային ենթակառուցվածքներ եւ այլն, եւ մեր մոտ նաեւ աշխատանքային որոշակի տրամաբանություն կա, որը փոխվարչապետի մակարդակով համակարգում կա եւ կա արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով, որը ամերիկյան գործընկերների հետ աշխատում է Վահան Կոստանյանը, իսկ ավելի լայն համակարգումը ավելի, որը ոչ միայն դրան է վերաբերվում սահմանազատում, ենթակառուցվածքներ եւ այլն, փոխվարչապետ մեր Գրիգորյանը։ Պարոն վարչապետ, վերջերս ՄԻԵԴ որոշում էր կայացրել մարտի 1-ի գործով եւ ըստ էության արձանագրել էր, որ պետությունը այդ ժամանակվա իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մեղավոր է մարդկանց կյանքի իրավունքը խախտելու մեջ եւ ըստ էության չի ապահովել մարդկանց կյանքի իրավունքը, դեռ հակառակը, ու այդ թեմայով լսումներ տեղի ունեցան ազգային ժողովում 2 օր առաջ, որին ՀԱԿ-ից որևէ մարդ ներկա չէր, պարոն վարչապետ։ Չնայած մենք գիտենք, որ տարիներ շարունակ այդ թեման այն թեման է եղել, որ ՀԱԿ-ը շատ կոպիտ ասած մոնոպոլացրել է եւ անընդհատ ինքը ներկա է եղել բոլոր միջոցառումներին, ինքն է գլխավորել այդ միջոցառումները, բայց այս անգամ չկային իրենք ազգային ժողովում, ձեր գործընկերների կամ նախկին գործընկերների ներկա չլինելը ինչպես կբնութագրեք։ Դե ներկա չլինելը արդեն բնութագրում է, ես ինչ բնութագրեմ։ Չեմ բնութագրի, թողելով ոչ էլ կմեկնաբանեմ, էլ ինչ կա մեկնաբանելու, այդ ներկա չլինելը արդեն եւ գնահատական է, եւ մեկնաբանություն է, եւ ամեն ինչ է։ Դա ցանկություն չունեմ մեկնաբանել։